եւ Որդվո եւ Օգուն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր մեր եկեղեցու դոնացույցին համաձայն գոչվի Քալստյան գիրագի։ Քալստյան գիրագին մեծ բահոց 6-րդ գիրագին է, որու նյութը եզակի է մույս գիրագիներեն գդարպերի, որովհետև եթե բահմը հետադարձ ագնարկ մնետենք և դեսնենք, թե առաջին 5 գիրագիները ինչ գխորհրդանշեն և 6-րդ գիրագին առանցին իր յուրահատկության մեջ ինչ գխորհրդանշե և ինչ նշանակություն ունի մեր կյանքի մեջ։ Առաջին 5 գիրագիները կսկսին բարեգենտանի գիրագի են, ինչ որ ցույց կտա մեզի աշխարհի ստեղծագործությունը և հոն հատկանշական պատկերը կա, որ Աստված 6 օրերու մեջ կստեղծե երկինքն ու երկիրը և 6-րդ օրը կստեղծե մարդը։ Մեր հայրապետներեն մեկը մեզի կբացատրե ասելով, Աստված երբ սկսավ իր ստեղծագործության, լույսը գոյություն չուներ, ամեն կողմ խավար էր, և Աստծո հոգին գսե գշրջեր խավարի վրա։ Եվ ապա մեզի գսե 6-րդ օրը, որ ստեղծեց մարդը, ստեղծագործության ամենեն իմաստալից և ամենայն գեղեցկագույն էակը, այս անգամ գսե խավարը գոյություն չուներ, լույսը գոյություն ուներ։ Հետևաբար լույսի մեջ ստեղծեց մարդը և լուսավորեց զինք և ստեղծեց մարդը իր 3 հատկանիշներով, նախ ազատ կամքով, երկրորդ անմահ հոգիով, իսկ 3 հատկանիշներն են մտածելու, խոսելու և գործելու կարողությունները։ Եվ մարդուն տվավ ազատ կամք գսե Աստվածաշունչը, սակայն դժբախտաբար մարդը ազատության գաղափարը սխալ հասկացավ, ինչ որ այսօր մենք նույնպես երբեմն բացառությունները հարկելի են, ազատության գաղափարը սխալ հասկացած ենք և սխալ կիրարգենք մեր կյանքեն ներս, գենտանք անսարցակ ազատության և այդ ազատությունը սխալ դեղեր կդանի մեզ։ Ազատությունը դրված է մեզի դրամապանական սահմաններու մեջ, ազատությունը դրված է սուրբ գրային հասկացողությամբ սահմանապակ պայմաններու մեջ, եթե մենք ազատությունը երթանք, գործենք, այն ինչպես որ մեր ցանկությունները, մեր գիրքերը կպահանջեն մեզ գինանք Ադամն ու Եվային պես, որովհետև անոնք սխալ հասկացան։ Ապա երկրորդ գիրագին ու կա մեզի ասելու համար, որ բոլոր անոնք, որոնք կսխալին և վերագանքնումի չեն թիմեր, Աստծո դեսութենեն կհերանան։ Կբադահի այդ դեպքը տրախտին մեջ և Աստված կհարցնե, թե ինչ ըրիք, ոչ ոք կընդունի իր սխալը, ամեն մարդ կմնա իր սխալին մեջ, Աստված բարդավորված, որպեսզի զգացնե իրենց, թե իրենք սխալած են։ Դուրս կտնե տրախտեն և այս ձևով երկու գիրագիները
5 դագարանյան գաղափարներով իրենց ավարտին կհասնին եւ ապա կմտնենք 3-րդ գիրագիով, որ նոր դագարանյան գաղափարներ այս անգամ կան մեր մտքերը զարգացնելու, մեր կյանքերը քաղցրացնելու եւ մեր դիմաց նոր ուղիներ եւ նոր ճանապարհներ բանալու։ Ու կա անարակ որդին արագը, թե ինչպես անարագությամբ գաբրին մարդիկ իրենց կյանքը, որ մեդ կուկա դնդեսի գիրագին, որ մեզի կսորվեցնե թե մեր կյանքերը ինչպես պիտի դնդեսենք, ինչպես պիտի դնորինենք, ապա կուկա թադավորի գիրագին, որ հարադևության գաղափարը կփոխանցե մեզի, մենք կրնանք ինալ, կրնանք սխալիլ, բայց դնդեսի գիրագին մեզի վերագանքնելու եւ հարադևելու գաղափարը կփոխանցե։ Ապա կուկա այսօրվա գիրագին, որ 6-րդ գիրագին է, մեզի կհիշեցնե, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ պիտի գա եւ մեզ յուրաքանչյուրս հաշիվ բանջե, որովհետև մեզի կյանք տվավ, որովհետև մեզի անմահոգի տվավ, որովհետև մեզի գիտակցություն տվավ եւ զանոնք օգտագործելու եւ ծառայացնելու մեր կյանքին գաղափարներ տվավ եւ ասոնց բոլորին հաշիվը պիտի բանջե մեզ եւ ասե դուրս համար դնդեսության կո կու դնդեսությանը հաշիվը դուր ինձի։ Հետևաբար եթե ավետարաններուն ուշադրություն ունենք, թե ժամերկության ավարտին գարտացված եւ թե Ջաշու ավետարանի ընթացքին գարտացված ավետարանները, որոնք առնված էին Մատթեոսի ավետարանի 22 եւ 23-րդ գլուխներն, հոն մեզի նամակներ գային ուղված եւ այդ նամակները մենք եթե ճիշտ ընկալեցինք եւ ճիշտ հասկացանք, կնշանակե թե մեր կյանքը փրկեցինք։ Ապա եթե 5 դագարանյան օրինակները, որ եկան օրին Ղովդի շրջանը, Սոդոմ Գոմորի շրջանը եւ այդ բոլոր բադահարները եւ բադուհասները, որոնք եկան մարդոց գլխուն իրենց սխալ ապրած կյանքին համար, գմատնվենք նույն ճակատագրին, ինչպես որ այս երկրակունդի վրա մենք կլսենք հերվեն եկած լուրերը, թե ինչեր կբադահին միջին արևելքի կամ այլուր, բոլորը ավետարանական հասկացությամբ մեզի մեր Տերը կհիշեցնե իր ավետարանով։ Այսօր նաև հիշեցուցին այդ երկու հատվածները, որ գարտացվեցան, թե ինչեր պիտի բադահին, ինչեր բադահած են մինչև հիմա, ինչեր պիտի բադահին եւ դագավին ինչեր կան, որոնք պիտի բադահին։ Հետևաբար գեզրագացնե մեր Տերը ասելով, բոլորին դիմաց արթուն գեցեք, հսկեցեք ձեր հոգիներուն եւ աղոթեցեք։ Եթե արթուն չգենանք եւ չհսկենք մեր հոգի փրկության գաղափարներուն եւ չաղոթենք, կնմանենք Ղովդի օրերու այդ բադահած դեպքերուն։ Սոդոմ Գոմորի վրա ինգած գրագին եւ ձծումպին եւ գսե մեր Տերը, երբ գիչնես արդի մեջ արդը հերգելու, ուր արորին երկու մաջերը բռնած դեպի արջև պիտի նայիս, չլա որ ետև նայիս, որտև երբ ետև նայիս, պատմությունը գրած է Ղովդի գինը ինչ եղավ, աղե արցանի վերածվեցավ, որովհետև փորձեց ետև նայել։ Ետև նայել կնշանակե մեր սխալներու մեջ մնալ
Եդև նայիլ կնշանակե մեր սխալները չսրբակրել, եդև նայիլ կնշանակե մնալ մեր դիղմին մեջ, մեր առօրյա սխալին մեջ, մեր առօրյա, մեր արարքներուն մեջ, այլ արջև նայիլ կնշանակե միշտ ավետարանին հետևիլ, Քրիստոսի օրինակին հետևիլ եւ ընթանալ դեպի արջև, արդարանալով, սրբվելով եւ ապա մեր կյանքը ապրելով։ Այսօրվա գիրագին հայ առաքելական եկեղեցվո մեջ ուսինք 6-րդ գիրագին է, որ մեզի պատրաստել գուտա, որ ձագազարդը մոտեցած է կալ գիրագի եւ ապա անգե այդ հարության գիրագին։ Երկու հիմնական նպատակներով մեզի կհիշեցնե։ Առաջինը կհիշեցնե մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաջին կալուստը, որ ծնավ որպես խաղաղության իշխան, կարոզեց, ժողովուրդը բժշկեց, հիվանդներուն ցավերը ամոքեց, մերելներուն հարություն տվավ, կարոզեց իր քաղաքապարները փոխանցեց եւ մեկնեցավ այս աշխարհեն։ Իր մեկնած օրը արաքյալները ցտենյաց լերան վրա գտիդեին անոր երկինք համբարնալը։ Հրեշտակներեն մեկը սավ հիշեցուց առաջին պաստը հոն է, ըսավ ով գալիլեացիներ, ինչ կտիդեք դեպի երկինք, այն Հիսուսը, որ ձեր աչքին առջև գամպարնա, օր մգրգին պիտի վերադառնա եւ պիտի կա, հաստատելով Քրիստոսի այն խոսքը, երբ առաքյալներն ու հավատացյալները նեղված էին, որովհետև Հիսուս իրենց ասած էր, պիտի երթամ հորս քով եւ ցեզի դեղ պատրաստեմ եւ դարձյալ պիտի կամ ցեզ իմ քովս առնելու։ Հոս ավետարանիչը եւ այսօրվա գիրագին մեզի կհիշեցնե, որ Հիսուս այո ասավ, պիտի կամ ցեզ իմ քովս առնելու։ Մեզ բոլորս իր քովը պիտի առնե, պատասխանը ոչ է, որովհետև ինք նաև ասած էր, որ շատ են հրավիրյալները, բայց քիչ են այդ հրավերներու ընտարաճողները։ Բոլոր աշխարհի մարդկությունը հրավիրված է Քրիստոսի գոչին եւ հրավերին։ Արդյոք բոլորը արժանի պիտի լան երկրորդ կալուստի օրը իր աջ կողմը հավաքվելու։ Յուրաքանչյուրը ինքն իր գործունեությամբ, ինքն իր աշխատանքով, ինքն իր ընթացքով թող պատասխան տա, թե ինք որ կողմը պիտի լա Քրիստոսի։ Նաև ասած է մեր Տերը, որ ոչ ոք գիտե, ոչ երկնքի հրեշտակները եւ ոչ ալ որդին, այլ միան Հայրը գիտե, թե մենք ուր պիտի գնանք եւ որ կողմը պիտի լանք։ Հիսուս իր երկրորդ կալուստով պիտի ներկայանա որպես թադավոր, եթե առաջին կալուստին խաղաղության իշխան էր, երկրորդ կալուստին թադավոր էր։ Թադավորի անգամանքով պիտի կա եւ թադե թե ողջերը եւ թե ննչեցյալները։ Սակայն իր երկրորդ կալուստով սարսափի պիտի մատնե բոլոր անոնք, որոնք աստվածային պատկամներուն նկատմամբ անհնազանդ եւ անդարբեր կյանք ապրած են։ Քրիստոսի երկրորդ կալուստը երջանկություն պիտի պատճառի բոլոր անոնց, որոնք Քրիստոսի ուսալով եւ հավիտենական կյանքի ակնկալությամբ ապրեցային այս աշխարհի վրա, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս երբ ասավ, երթամ եւ ձեզի համար դեղ պատրաստեմ, դարձյալ պիտի կամ եւ ձեզ իմ քովս տանիմ։ Ուրեմն պատկերը հստակ է, ոմանք պիտի նեղվին եւ վախնան, որովհետև Քրիստոսը հիմն օրենքներու չհետևեցան, իսկ ոմանք ուրախ պիտի լան, որովհետև հետևեցան եւ պիտի երթան դեպի հավիտենականություն։ Ուրեմն 6-րդ գիրագիով գեզրափակվի
մեծ բահոց 6 գիրագիները։ Եզրափակումը այսօրվա գիրագին է մեզի հիշեցնելով այս բոլոր խոսվածներուն մեջ են, եթե ձեզի հետ դարիք, ձեր կյանքի գետրոնը դարձուցիք այն մտածումը, որ Հիսուսը ասավ, միշտ արթուն գեցեք եւ աղոթեցեք, որովհետեւ չեք գիտեր ոչ ժամը, ոչ ալ ժամանակը։ Այս մտածումով, սիրելի հավատացյալներ, գուզենք նաև հիշեցնել ձեզի, թե երեք Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցին դոնախմբեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մուտնի վիրաբը, թե ինչպես ան իր քրիստոնեական հավատքին վրա ամուր մնաց եւ օրվա թագավորին գոմե բադիժ ստացավ դրտատ թագավորի գոմե եւ իջավ խորվիրապ 13 տարիներ այդ խորվիրապի խավարին մեջ ինք լուսավոր կյանք մգաբրեր այդ լույսը մնաց իր հետ եւ այդ լույսը դուրս հանեց խորվիրապեն եւ լուսավորեց Հայաստան աշխարհը այս օրվա դոնը այսինքն երեկվա դոնը դոնն է նաև Մեծիդանն Գիլիկիո Գաթողիկոսության միապանության ուխտի օրն է երեք եթե նկատեցիք դիմադեդրեն թե ինչպես հսկում կատարվեցավ վեապար Հայրապետը տվավ իր պատգամը Գիլիկիո Գաթողիկոսության միապանները վերանորոգեցին իրենց ուխտերը լավ անապնակ միապանները կամ թեմերու մեջ ծարայող միապանները։ Մեր բարդն է աղոթել իրենց համար և շնորհավորել։ Այսօր այս եկեղեցի են անձնապես եկեղեցու մեծ ընտանիքի անունով գշնորհավորենք Մեծիդանն Գիլիկիո շնորհազարդ վեհապար Հայրապետը նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոսը այս Գիլիկիո Գաթողիկոսության միապանության ուխտի օրվա առիթով գշնորհավորենք Թեմիս Պարեխնամ առաջնորդը Պապկեն Սրբազանը գշնորհավորենք Թեմեն ներս ծառայող բոլոր գուսագրոն միապան հայրերը եւ մանավանդ գշնորհավորենք եկեղեցվույս հոգեվոր դեսուչ Կերաբադիվ դեր Կարեկին Զայրակույն վարդապետը, որ այսօր ինք մադարակեց ուխտի օրվա արդիվ եւ գաղութենք, որ Աստված իրենց երկար կյանք, առողջ ծառայություն, արևշատ օրեր շնորհե, որպես ինք երկար ծառայեն Հայաստանյաց Արաքելական եկեղեցու անտաստանեն ներս եւ մանավանդ Մեծիդանն Գիլիկիո Գաթողիկոսության ծառայության դիվարին մեջ։ Իսկ վաղը շատ կարևոր դոնակատարություն կա, որ մեր եկեղեցու դոնացույցի մեջ արձանագրված է 7 ապրիլ, եթե մեր օրացույցները բանանք, հոմ պիտի տեսնենք, շատ կարևոր թվական մնե, այս թվականը, որ գսե ավետումն Սուրբ Գույս Մարիամի, այսինքն Գաբրիել ռեշտագը երկինքեն իջավ եւ Սուրբ Գույս Մարիամին ասավ ուրախացիր սրբուհի, որովհետեւ Աստված քեզ իր զավգին մայրը պիտի դարձնե։ Սուրբ Գույս խոնարհաբար ընդունեց ռեշտագին ավետումը եւ դարձավ Աստվածամայր։ Եթե թվապանական հաշվարկով հաշվենք 7 ապրիլ եւ հունվար 6 պիտի տեսնենք մարդկային ծնունդի 9 ամիսները կամփոխանան 7 ապրիլ հունվար 6 մեր եկեղեցու մեջ անչնչելի թվականներ են սակայն գարկ մտեղեր աս 7 ապրիլը վերածած են այլ նպատակներու մայրության, գեղեցկության եւ այլ գաղափարներու, այո, բոլորը շատ լավ են, գհարստացնեն դոնը, սակայն չմոռնանք 7 ապրիլի ավետումը
Եթե չլար 7 ապրիլի ավետումը չեր գրնար ձնել Քրիստոս, ոչ ալ հունվար 6-ը, ոչ հարությունը, ոչ մեր կյանքը եւ ոչ ա քրիստոնեությունը։ Հետևաբար 7 ապրիլը մեկնագետն է քրիստոնեական հիմնադրության, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շարագանի համաձայն որ գսե երկինքն ու երկիրը չեր փավեր, խանցարուրի մեջ փավեց, իր մորը արքանտին մեջ մարմնավորվեցավ եւ ծնավ գադարյալ մարդ, գադարյալ Աստված եւ ամբողջ աշխարհը քրիստոնյա դարձուց։ Հետևաբար այս արդիվ կշնորհավորենք նախ Գրիգոր անուն գրողները, որպես երեկվա դոն, իսկ մեր բոլոր մայրերը եւ քույրերը վաղվա դոնի հիշադակությամբ։ Վերջին հայտարարությունը պիտի կատարեմ, սիրելիներ, պիտի ուզեմ, որ մենք կոնե դեղմը միասնականությամբ ապրենք մեր կյանքը։ Ինչպես փողոցները, ջամփաները կտեսնեք, ընտրություններու հայտարարություններ տրված են։ Առաջին ընտրությունը մենք հաջողությամբ բսագեցինք եւ նահանգային մեր երեսփոխան ունեցանք։ Այս առաջիկա 28 ապրիլին Կանադայի ֆեդերալ դաշնակցային կառավարության երեսփոխանական ընտրություններու ժամանակն է։ Հետևաբար կխնդրենք, որ յուրաքանչյուրդ բարդ զգաք մեր ազդարաձաշրջանի Սկարբորոյի Էջինքորտ շրջանի դաշնակցային պահպանողական գուսակցության գոմե պաշտոնապես նշանակված է մեր հայազգի զավակ Արիս Մովսեսյանը։ Երդասարդ անցմը մեր հայ կաուտի պայլուն երդասարտներեն եւ շրջանավարտն է հոմի ամենօրյա վարժարանին, կխնդրենք ձեզ որ քաչալեր ըլլակ մեր այս հայ երդասարտին ձեր քվեները իրեն դալով նախընտրելի է քվեարկեք ապրիլ ամսվան 18, 19, 20 եւ 21 թվականներուն։ Կխնդրվի բոլորեն այս գոչը բաժնեկցիլ ձեր հարազատներուն հետ, որոնք գաբրին այս տարածաշրջանին մեջ։ Հավելյալ մանրամասնություններու համար ձեր մասնակցությունը բերելու եւ այլ լուսաբանությունները ստանալու գրնակ զանգել Դիար Արիս Մովսեսյանի ընդրարշավի գրասենյակը զանգելով դիվը հավանաբար միտքերն պիտի չի գրնակ բայել այս տխտիկեն հոն սեղանին վրա գրնակ մեգականատ ունենալ եւ զանգել 416 477 9933 թիվին, որպեսզի թյուրացնեք ձեր մասնակցությունը։ Մեր խնդրանքն է, որ կոնե այս ընդրողական օրերուն մենք ըլլանք միասնական, մեկ ազգ, մեկ ժողովուրդ եւ մեկ եկեղեցի։ Դեր օրհնեցես բոլորդ հիմա, Հավիդյանս Հավիդյանից, ամեն։